2012 թվականին մեկնարկեց ոստիկանության գործունեության արմատական բարեփոխման ծրագիրը և մինչև 2014 թվականը հիմնարար փոփոխություններ կատարվեցին բոլոր ոլորտներում՝ օրենսդրական դաշտ, համակարգի կառուցվածք, կադրերի պատրաստում, բարոյահոգեբանական մթնոլորտի վերափոխում, նյութատեխնիկական վերազինում, հանրային վստահության ամրապնդում և այլն։ Այսօր արդեն ընթացքի մեջ է բարեփոխման ծրագրի երկրորդ եռամյա փուլը։ Բարեփոխումների առաջին շրջանում մեծ աշխատանք կատարեց ոստիկանության շտաբը, կենտրոնական ապարատի, մարզային վարչությունների և տարածքային բաժինների փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։ Արդյունքն ակնհայտ է՝ կատարողական կարգապահության բարելավում, գործուղումների ծավալի կրճատում և արդյունավետության բարձրացում, հաշվետվությունների ներկայացվող պահանջների խստացում, օպտիմալացման և կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել են ոստիկանության կենտրոնական վարչակազմի 250 հաստիքներ, որոնցից 195-ը տրամադրվել է տարածքային մարմիններին։ Վանաձոր և Գյումրի քաղաքներում ստեղծվել են երկուական լիարժեք բաժիններ։ Անձնագրային ու վիզաների վարչության ստորաբաժանումները այսօր նաև ոստիկանության տարածքային բաժինների ենթակայության տակ են։ Նպատակը տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքի կատարելագործումն է, նաև բնակիչների հետ շփման հետագա ակտիվացումն ու հետադարձ կապի ապահովումը։ Հաշվետու շրջանում նոր ձևաչափ ստացավ անչափահասների հետ տարվող աշխատանքը։ Ստեղծվեց անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչություն։ Հետևողական աշխատանք կատարվեց օրենսդրական ոլորտում։ Ակտիվացավ համագործակցությունը միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների, մանկավարժական կոլեկտիվների, քաղաքացիների հետ, սկսեց գործել դպրոցական տեսուչների ինստիտուտը։ Զգալի են ձեռքբերումները քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտում։ Գործում է մեկ պատուհանի սկզբունքը Երևանի հաշվառման քննական ստորաբաժանումում։ Կիրառվում են վարորդական վկայականների պլաստիկ քարտի տպագրման սարքեր, վկայականներն անմիջապես են տրվում վարորդներին։ Անձնագրային և վիզաների վարչությունում շարունակվում է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը, իսկ տեղաշարժի սահմանափակ հնարավորություններ ունեցող քաղաքացիներին վարչության ծառայողները նույնականացման քարտեր հանձնում են տեղում, կատարելով անհրաժեշտ բոլոր գործընթացները։ Կատարելագործվում և ընդլայնվում է հրեշտակների գումարտակների ծառայությունը։ Պարեկապահակետային այդ ստորաբաժանումներն արդեն գործում են նաև Գյումրի, Վանաձոր, Ծաղկաձոր քաղաքներում, Զվարթնոց օդանավակայանում։ Համայնքային ոստիկանության կազմավորման արդյունքում Երևանում գործում է 11 հենակետ, մարզերում շուրջ 685 աշխատասենյակ։ Հանրապետության 875 գյուղերում միայն անցյալ տարի համայնքային ոստիկանությանը հատկացվել է 731 աշխատասենյակ։ Շուտով ևս 8 հենակետ կբացվի մարզերում, 29 մայրաքաղաքում։ Միջազգային կառույցների, մասնավորապես ԵԱԿ Երևանյան գրասենյակի հետ ոստիկանության համագործակցությամբ այս ոլորտի համար մշակվել է շուրջ 3 տասնյակ ուղեցույց ու ձեռնարկ։ Ծավալուն է օրենսդրական դաշտի բարեփոխման աշխատանքը։ Շուրջ 200 իրավական ակտերի նախագծեր, այդ թվում 4 տասնյակից ավելի օրենքներ, կառավարության և վարչապետի շուրջ 70 որոշումներ, ոստիկանության պետի 50-ից ավելի հրահանգներ ու ցուցում հրամաններ, որոնք կարգավորում են ոստիկանության գործունեության հիմնական ոլորտները։ Գործում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովը որպես հանրային վերահսկողության երաշխիք և ոստիկանության ծառայողների կողմից կատարված կոպիտ խախտումների քննության գործուն մեխանիզմ։ Հանձնաժողովի 11 անդամներից 5-ը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են։ Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրով շարունակում է գործել կողմերի համաձայնությամբ հասարակական հիմունքներով ստեղծված մշտական հանձնախումբը։ Աննախադեպ սերտացել ու արդյունավետ է աշխատանքը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Վերափոխվել է ոստիկանության ծառայողի հոգևոր և բարոյական արժեհամակարգը, ինչին միտված է սերտ համագործակցությունը հայ առաքելական եկեղեցու հետ։ Ոստիկանության վետերանները տարածքային բաժինների հետ մասնակցում են հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը, միջոցառումներ կազմակերպում կրթական ու մշակութային հաստատություններում, բացատրական աշխատանք տանում բնակչության հետ։ Դինամո մարզական ընկերության հիմնանորոգված մարզասրահներում պլանային պարապմունքներ են անցկացնում ոստիկանության ծառայողները, կազմակերպվում են առաջնություններ Հայաստանի և Արցախի ոստիկանական թիմերի մասնակցությամբ, մարզվում են զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների, սիրիահայ, հաշմանդամ, դժվար դասյարակվող հարյուրավոր երեխաներ։
Աշխատանքի արդյունավետության բարձրացման կարևոր գրավական է ոստիկանների սոցիալական եւ աշխատանքային պայմանների բարելավումը։ Զգալի բարձրացել է աշխատավարձը։ Հանրապետության նախագահի աջակցությամբ գործողության մեջ է դրվել ոստիկանության ծառայողներին բնակարաններով ապահովելու ծրագիրը։ Միայն 2014 թվականին բնակարանի վկայագիր ստացավ ոստիկանության եւս 24 ընտանիք։ Զուգահեռ շարունակվում է աշխատանքային պայմանների բարելավումը։ Շահագործման են հանձնվել անձնագրային եւ վիզաների վարչության, կենտրոնականի, Քանաքեռ Զեյթունի եւ Մուշի բաժինների, Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի նոր մասնաշենքերը։ Մի շարք շենքերում իրականացվել են նորոգման աշխատանքներ։ Անհրաժեշտ գույքով եւ տրանսպորտով է հագեցվել փորձաքրյա գիտական վարչությունը։ Թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայության աջակցությամբ իրականացվում է նոր քրեագիտական լաբորատորիաների եւ տեխնիկական միջոցների ձեռքբերման գործընթաց։ Արմատական փոփոխություններ են կատարվել ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստության ոլորտում։ Ոստիկանության կրթահամալիրն այսօր ապահոված է դասախոսական որակյալ կազմով։ Երաստիճան կրթահամակարգը ողջ ծավալով լուծում է կադրերի ուսուցման խնդիրը։ Սահմանվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի անվանական կրթաթոշակ, որի առաջին հավաստագրերն ակադեմիայի սաները ստացան անցյալ տարի։ Այսպես է պատրաստվում ոստիկանության հերթափոխը, հավատարիմ ծառայությանն իրենց կյանքը տվածների սխրանքին եւ պատրաստ շարունակելու նրանց գործը։ Անձնակազմերի հետ գործնական պարապմունքներ են անցկացվում տարեկան ծրագրով ու ժամանակացույցով եւ կենտրոնական վարչակազմի ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների անձնական պատասխանատվության տակ։ Արդյունքները գնահատում է ստուգարքային հանձնաժողովը ոստիկանության պետի առաջին տեղակալի գլխավորությամբ։ Մասնագիտական ոչ լիարժեք պատրաստականություն դրսևորած ծառայողները ստանում են կարգապահական դույժեր։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրավական ձևակերպում է ստացել ոստիկանությունում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության անցնելու կարգը։ Ինֆորմացիոն կենտրոնում ներդրվել է օպերատիվ տեղեկատու քարտադարանի եւ հետախուզվող ու անհայտ կորած անձանց հաշվառման նոր ծրագրային համակարգը։ Ոստիկանության գերատեսչական համակարգչային կապի միջոցով տարածքային բոլոր բաժինները միացվել են ցանցին, թարմացվել է ոստիկանության սերվերային հանգույցը, ստեղծվել է սպասարկող մասնագիտացված ստորաբաժանում։ Մշտապես ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում է ծեծի եւ խոշտանգումների միջոցով ցուցմունքներ կորզելու արատավոր պրակտիկայի բացառումը։ Նման դեպքերը ստանում են կոշտ արձագանք եւ մեղավորները խստագույնս պատժվում են։ Բարեփոխումների ընթացքում ընդլայնվել է փոխգործակցությունը այլ երկրների ոստիկանական կառույցների հետ։ Նոր ձևաչափ է ստացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության հետ աշխատանքը, համագործակցության փոխարեն որդեգրելով համատեղ աշխատելու իրավացի եւ արդյունավետ սկզբունքը։ Ընդարձակ է գործընկերության աշխարհագրությունը։ Սերտ գործակցություն Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հետ, ՀԱՊԿ անդամ պետությունների հետ մասնակցություն Կանալ Նելեգալ, Պրոքսի, Կանալ Կովկաս, Կանալ Հովիտ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներին, ավանդական գործընկերություն Վրաստանի, Ֆրանսիայի, Չեխիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների իրավապահների հետ, արդյունավետ աշխատանքը ՄԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումների, Եվրոպական միության խորհրդատվական խմբի, միգրացիայի միջազգային կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի, Սևծովյան տնտեսական համագործակցության եւ մի շարք այլ կազմակերպությունների ու կառույցների հետ։ Առանձնահատուկ է համագործակցությունը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ։ Բարեփոխումների ծրագրով եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ իրականացվել են սեմինարներ ու դասընթացներ։ Երևանում կազմակերպվել է բարեփոխումներին նվիրված միջազգային համաժողով։ Արդիականացվում է ոստիկանության զորքերը, ինչի յուրատեսակ ստուգատեսն են ամենամյա վարժանքները։ Համալրվում են նյութատեխնիկական բազան, բարելավում են ծառայողների աշխատանքային պայմանները, նորոգվում են շենք-շինությունները։ Անցյալ տարի շահագործման հանձնվեց զորքերի նոր վարչական շենքը։ Ոստիկանության զորքերը պատրաստ է կատարելու առաջադրված խնդիրները։ Դա վկայեցին նաև Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսչության կողմից զորքերում կատարված ստուգումները։ Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյում 2014 թվականին ներդրվեց ավտոմատացված տեղեկատվական համակարգ։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար ստեղծվեց անձանց դիմումի ընթացքի մասին էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն տրամադրելու համակարգ, որը թույլ է տալիս քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը ստանալուց հետո տեղեկությունները եռօրյա ժամկետում ուղարկել դիմումատուի էլեկտրոնային հասցեին կամ բջջային հեռախոսին։ Բարեփոխումների առաջնահերթություններից է ոստիկանության գործունեության հրապարակայնության և հանրային վստահության ամրապնդումը։ ԶԼՄ ներկայացուցիչների համար պարբերաբար կազմակերպվող սեմինարներին, ոստիկանության մի շարք ստորաբաժանումների աշխատանքին օնլայն հետևելու հնարավորությանը անցյալ տարի գումարվեցին ամենշաբաթյա ուղիղ կապի Skype սեանսները այլ երկրներում ապրող մեր հայրենակիցների հետ։ Աննախադեպ աճել է տարատեսակ հարցերով ոստիկանության օժանդակությունն ակնկալող քաղաքացիների թիվը։ Դիմում են, որովհետև հավատում են, կստանան իրենց հարցերի պատասխանները։ Ցուցիչ է նաև, որ ոստիկանության կայքն արժանացավ ինֆորմացիայի ազատության կենտրոնի ոսկե բանալի մրցանակին և լավագույն ինտերնետային կայք կոչմանը տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունում։ Բարեփոխումները հաջողություններ են արձանագրում ոչ միայն հասարակությանը ծառայություններ մատուցող, այլև հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումների աշխատանքում։ Նվազել են դիտավորության առողջությանը վնաս պատճառելու, թրաֆիքինգի, ավազակության, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերը։ Աճել են ապօրինի զենգզինամթերքի հայտնաբերման ցուցանիշները, հատկապես ապօրինի զենքը կամավոր հանձնող քաղաքացիների թիվը, ինչը խոսում է հասարակության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ ոստիկանության հետևողական աշխատանքի արդյունքների մասին։ Արդյունավետ են ջանքերը նաև հանրային գիտակցության մեջ պատժի անխուսափելիության սկզբունքի ամրագրման ուղղությամբ, ինչին է միտված նաև նախկին տարիներին կասեցված, այդ թվում հասարակական հնչողություն ունեցող քրեական գործերի բացահայտման աշխատանքը։ Միայն անցյալ տարի արձանագրվել է 80%-ից ավելի աճ, ինչը չի կարող չամրապնդել հավատը ոստիկանության սկզբունքայնության հանդեպ։ Արմատական բարեփոխման փուլում է ճանապարհային ոստիկանությունը, կատարվում են կադրային, կառուցվածքային, գործառնական փոփոխություններ, կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով աշխատանքներ են տարվում ճանապարհային ոստիկան վարորդ շփումը կրճատելու ուղղությամբ։ Պարեկային մեքենաները հագեցվում են տեսագրող սարքերով, նախատեսվում է տեսագրել ճանապարհային երթևեկության վերահսկման ողջ գործընթացը, արձանագրված խախտումներն ուղղակի փոխանցելով օպերատիվ կառավարման կենտրոն։ Այս ամենի հետ մեկտեղ փոխվում են նաև հանրային ակնկալիքները։ Հասարակությունն այսօր արդեն պահանջում է ոչ թե նորացված, այլ նոր ոստիկանություն, գործառնական պատրաստականությամբ, բարոյահոգեբանական բովանդակությամբ, նաև արտաքինով։ Առաջինը նոր համազգեստը սկսեցին կրել արտաքին ծառայությունների ստորաբաժանումները։ Այս տարվա ավարտին նորացած կլինի ողջ ոստիկանության հանդերձանքը, ինչը ոչ միայն կխորհրդանշի անցումը նոր իրավապահ համակարգի, այլև կարձանագրի նոր ոստիկանի ձևավորման հերթական աստիճանը։ Ոստիկանության բարեփոխման գործընթացը շարունակական է։ Արդեն մեկնարկած երկրորդ փուլում համակարգին առաջադրվում է ամրապնդել ու խորացնել ձեռքբերումները, վերացնել բացթողումները, ինչպես եւ առաջընթացը ապահովել մի շարք նոր ուղղություններով։ Քաղաքացիական հատուկ ծառայության անցման հստակեցում, թափուր պաշտոնների զբաղեցման մրցութային կարգ, օպերատիվ կառավարման կենտրոնների ստեղծում մարզային վարչություններում, ոստիկանության մարմինների եւ քաղաքացիական հասարակության համագործակցության խորացում ու հաշվետվողականության ապահովում, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացում գլխավոր ուղղությունների տարանջատումով, հանցագործությունների կանխարգելում, հանցավորության դեմ պայքար, հանցագործության հետևանքների նվազեցում, կոռուպցիոն ռիսկերի կրճատման ուղղված միջոցառումների իրականացում եւ այլն։ Բարեփոխումներն ու նոր ոստիկանության ձևավորումը այլընտրանք չունեն։ Օրենքին ու ժողովրդին ծառայող ոստիկանությունից քաղաքացին մշտական կատարելագործում է պահանջում, ինչն էլ դրված է բարեփոխումների հիմքում ու հետևողականորեն իրականացվելու է ոստիկանության ղեկավարության ու ողջ կառույցի կողմից։